Resolution contained in document ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը անցած գիշեր հավանություն տվեց Գազայում իսրայելա-պաղեստինյան արյունալի հակամարտության կարգավորմանն ուղղված ամերիկյան ծրագրին, որով ավերակների վերածված այդ բազմաչարչար տարածքում միջազգային ուժեր կտեղակայվեն։ Ամերիկացիների աջակցությամբ պետք է մշակվի պաղեստինյան անկախ պետության կայացման ճանապարհային քարտեզը։ Ուշագրավ է, որ այլընտրանքային բանաձև առաջարկած Ռուսաստանը անցած գիշեր Նյու Յորքում ձեռնպահ է մնացել եւ վետոյի իրավունքից չի օգտվել։ Այդպես է վարվել նաեւ Չինաստանը, ինչը վկայում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամների լռելիային համաձայնության մասին։ Բանաձևը ընդունվել է 13 կողմ 0 դեմ քվեների հարաբերակցությամբ։ Սա կարևոր է փխրուն հրադադարի եւ Իսրայելի ու Համասի միջև 2 տարի տևած պատերազմից հետո Գազայի ապագան պատկերացնելու առումով։ Քվեարկության արդյունքները հրապարակել է անվտանգության խորհրդի նիստը վարող Սիերա Լեոնեի նախագահ Ջուլիուս Մաադա Բիոն։ The result of the voting is as follows. 13 votes in favor. 13 կողմ 0 դեմ 2 ձեռնպահ։ Նախագիծն ընդունվում է որպես թիվ 28-03 բանաձև։ Against 2 abstentions. Մի շարք արաբական եւ մահմեդական երկրներ նկատել են տվել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից բանաձևի ընդունումը կարևոր է միջազգային ուժերի համար զորամիավորումներ տրամադրելու առումով։ ԱՄՆ բանաձևով հավանություն է տրվում նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած 20 կետից հրադադարի ծրագրին, որով ենթադրվում է հիմնադրել խաղաղության խորհուրդ, որպես անցումային կառույց։ Այն հենց Թրամփը պետք է ղեկավարի։ Կայունացման ուժերը կունենան լուրջ լծակներ, այդ թվում կկարողանան հսկել սահմանները, ապահովել Գազայի ապառազմականացումը եւ երաշխավորել անվտանգությունը։ Ստեղծվելիք խորհրդի եւ տեղակայվելիք ուժերի լիազորությունների ժամկետը կավարտվի 2027 թվականի վերջին։ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը բանաձևը գնահատել է որպես պատմական եւ կառուցողական։ Thank you to the council members for this historic. Այսօրվա բանաձևը եւս մեկ կարևոր քայլ է դեպի կայուն Գազա, որը կկարողանա բարգավաճել դեպի այնպիսի միջավայր, որը թույլ կտա երաշխավորել Իսրայելի անվտանգությունը։ And all the people of the region alike. Ուոլցի խոսքով սա դեռ սկիզբն է։ Գազային պետք է կայունություն, այնտեղ պաղեստինցիները պետք է որոշեն իրենց ճակատագիրը եւ նրանք պետք է ազատվեն ահաբեկիչների իշխանությունից ու բռնությունից։ Դա է նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը եւ բանաձևի ընդունումը վկայում է այդ տեսլականի հանդեպ առկա վճռական աջակցության մասին։ An adoption of resolution today demonstrates the overwhelming support. Ամերիկան ըստ Մայքլ Ուոլցի Թրամփի նախագահությամբ կապահովի այդ արդյունքը։ Դիմելով նիստի նախագահին, դեսպանն ասել է, որ Ամերիկան ամեն բան կանի տարածաշրջանում տևական խաղաղություն ապահովելու համար։ And we will work tirelessly with our partners as we have. Մենք անխոնջ կաշխատենք մեր գործընկերների հետ, ինչպես որ արել ենք վերջին ամիսների ընթացքում, ավելի կայուն եւ բարգավաճ մերձավոր արևելքի այս տեսլականն առաջ մղելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն նախագահ։ More stable and prosperous Middle East. I thank you, Mr. President. 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սկսված պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 61000 պաղեստինցի եւ մոտ 1200 իսրայելցի։ Հրադադարը ընդունվել է այս տարվա հոկտեմբերի 10-ին։